Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Գյումրիում եմ, Գյումրիում գարուն է, չքնաղ գարուն, մեր ծիրանիները ծաղկել են, այստեղ այնպիսի մի բուրմունք է, այնպիսի հաճելի օդ է, չեք պատկերացնի, գարունը Գյումրիից է գալիս, ես հույսով եմ, որ Գյումրվա գարունը շուտով կտեղափոխվի Երևան, վաղը ապրիլի 19-ին, տեղի է ունենալու Գյումրիում ավականու նիստ և ավականու նիստի ժամանակ տեղի կունենա երդումնակալության արարողություն և նորընտիր քաղաքապետը երդումը կտա և մեծ հույս ունեմ, որ այդ երդման ներքո մենք ի վերջո կքշենք այս զավթիչներին, թուրքական զավթիչներին, Հայաստանի Հանրապետության իշխանության շենքերից, իշխանական շենքերից և ի վերջո Հայաստանի Հանրապետության իշխանական շենքերում կլինեն ազգային իշխանություններ։ Իմ թիկունքում Սուրբ Աստվածածին եկեղեցին է, Վարդանանց հրապարակում եմ, վաղ ժամը 11-ին այս կողքի շենքում, այս սիրուն գեղեցիկ հրաշալի շենքում, Գյումրիի քաղաքապետարանի շենքում տեղի կունենա երդումնակալության արարողությունը։ Սուրբ ամենափրկիչներ մեզ որպես և փրկիչ, և թիկունք, և առաջնորդություն, հույս ունեմ, որ վաղը օրհնության միջոցով մեր եկեղեցին իր օրհնությունը կհաղորդի հայ ազգին և այդ օրհնությունը իր նպատակային նշանակությամբ կհասնի Երևան, ոչ թե շատ ուշ, ինչ-որ օրերի, ամիսների ընթացքում, այլ ժամերի ընթացքում օրհնությունը արդեն կլինի Երևանում։ Երևան դեպի կգա նաև էջմիածնից օրհնություն և մենք մայիսը արդեն կունենանք հաղթանակներ։ Մեր մայիսյան հաղթանակների շքերթը մենք պարտավոր ենք կրկնել։ Մեր մայիսյան հերոսությունները պարտավոր են կրկնել։ Այս մի քանի տարիների ընթացքում մեր մայիսյան հաղթանակները մեզանից խլեցին և ասեցին, որ ինչ-որ թշնամիների, թուրքերի հետ պետք է աղբերանան, ովքեր ասեցին, որ նրանք, ովքեր իրենց ապրածով, այսօրվա գիտակցությամբ թուրք են, թուրքը դա ազգություն չէ, թուրքը դա մարդկության ամենաստորին խավն է, հետևաբար մենք այդ ստորությունը, այդ թուրքությունը, այդ թշնամությունը մենք պետք է մերժենք և կարգի դնենք ազգային իշխանությունները, գարունը գալիս է Գյումրիից։